համար չեմ զղջում եւ որևէ արդարանալու բան չունեմ։ Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը ենթադրում է տարբեր որոշումների կայացում։ Կարևորը ես միշտ ազնիվ եմ մեր ժողովրդի հետ, ես որևէ բան չեմ թաքցնում ու այն թեզը, որ մենք պետք է անընդհատ արդարանանք, դա իշխանությունների կողմից մի հատ տարվող քաղաքականություն է, որ մի իրավիճակ են ստեղծել, իրանք երկիրը քանդել են, իրանք երկիրը բերել են կործանման եզրին կանգնացրել են, Արցախը հանձրել են, հազարավոր զոհեր, խայտառակ վիճակ, հիմա իրանք չեն արդարանում, մենք ենք սաղ որ արդարանում։ Դե որտեվ դուք ընդդիմություն եք։ Հա, բայց չէ, ընդդիմությունը չպետք է արդարանա։ Այդ տեսեք հիմա տարբերությունը որն է։ Ընդ որում ընդդիմադիր դաշտն է այնպիսի դարել, որ բոլորը իրար մեղադրում են ամեն ինչի մեջ։ Մոռանում են հիմնական թիրախին, որ հիմնական թիրախը գործող իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են իրար մեղադրել տարբեր բաների մեջ։ Ընդ որում առաջի դեմքերով դա գրեթե չի լինում, որովհետև առաջի դեմքերը իրար հետ ունեն նորմալ գործընկերային հարաբերություններ։ Այդ Facebook-յան օգտատերերը նոր մեր զրույցից առաջ ասում էինք, զոմբին զոմբի է, ումը կլինի կարևոր չի։ Սկսում են գրել, իրար թիրախավորել, մի հատ իրավիճակ է ստեղծվում, որ այդ ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմությունը անընդհատ իրար հետ գզվռտոցի մեջ է, կռվի մեջ է։